Դե ինչ այսպիսի հետաքրքիր տեղեկություններ մեր Երևանի մետրոպոլիտենի մասին, իսկ մեր տաղավարում է հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Ռաֆիկ Քորթոշյանը։ Այսօր խոսելու ենք մեր հարևան պետություններում ու Արցախում մնացած հայկական մշակութային կոթողներից, հասկանալու ենք ինչ գույքագրում կա եւ ինչ անելիքներ են նախատեսված այս տարվա համար։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Հրաշալի։ Սկսենք միանգամից ամփոփելով նախորդ տարին ինչ ուսումնասիրություններ եք կատարել 2025-ի ընթացքում եւ ինչ նոր բացահայտումներ են եղել, որոնք նախորդ տարիներին մեզ հայտնի չեն եղել։ Իրականում մենք ամեն տարի բացահայտումներ ունենք, նկատի ունենալով, որ մշտապես դաշտային աշխատանքներով շրջում ենք Հայաստանի հարագից երկրներ կամ նույնիսկ Սփյուռքի երկրներ եւ այնտեղ բազմաթիվ հուշարձաններ, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել, կարողանում ենք ուսումնասիրել, գտնել եւ հետագայում նաեւ հանրահրճակել։ Անշուշտ հանրահրճակումը մի քիչ ավելի երկար է տևում այդ ժամանակը, որովհետեւ նաեւ արխիվային նյութերից ենք օգտվում եւ հետագայում, ինչպես տեսնում եք, այսպիսի գրքեր ենք պատրաստում հանրահրճակման համար։ Անցած տարի տարբեր շրջաններ ենք այցելել եւ դրանց հիման վրա օրինակի համար հիմնականում անցած տարի ավելի օտարալեզու գրականություն ենք ստեղծել, օրինակի համար մենք նախորդ շրջաններից արդեն հրատարակված գրքերը անգլերեն ենք թարգմանել եւ հրատարակել։ Մի քանի ուսումնասիրություններ եմ այստեղ բերել, օրինակ հայերը Կախեթում, որը Վրաստանի տարածքում է եւ այդ պատմությունն է, թե հայերը երբվանից են Կախեթում հաստատվել, որովհետև գիտեք Հայաստանը միշտ օտար նվաճողների ոտի տակ է եղել եւ անընդհատ հայ բնակչությունը ստիպված է եղել ավելի ապահով շրջաններ տեղափոխվել, գաղթել եւ Վրաստանի թագավորությունը այդ ժամանակ կարևոր տեղերից էր եւ Կախեթը հայահոց բնակավայրեր է ունեցել, սա հայերը Կախեթում, Թիֆլիսի քաղաքագլուխների մասին աշխատություն է լույս տեսել անցած տարի, անգլերեն թարգմանությունը անշուշտ, որը պատմում է Թիֆլիսի 47 քաղաքագլուխների մասին, որոնց 45-ը հայեր են եղել եւ Թիֆլիսը նույնպես Վրաստանի մայրաքաղաքը հայահոց բնակավայր է եղել, նաեւ այդ քաղաքաշինությունը հիմնականում կապված է նաեւ քաղաքագլուխների հետ, քաղաքապետերի հետ եւ այսօրվա ճարտարապետությունը նաեւ Թիֆլիսի ճարտարապետությունը կապված է նաեւ այդ քաղաքագլուխների հետ։ Մենք ունենք նաեւ Ախալցխա անգլերեն գիրքը, նույնպես Վրաստանի տարածքում Ախալցխան, որ այսօր էլ հայաբնակ է եւ գրքում 30-ից ավելի գյուղերի մասին է պատմում Ախալցխայի տարածքում, նրանց հուշարձանները, վիմագրությունը եւ այսպես։ Մենք ունենք նաեւ այս տարի հրատարակել ենք Վարդսկ հանդեսը, որտեղ նաև զետեղված է մեր ընթացքում տարբեր հայտնագործություններ հոդվածների տեսքով ներկայացվում է, այստեղ օրինակի համար նպատլերան վանքն է, նպատը ինչպես գիտեք սրբազան լեր է հայոց աշխարհում, Այրարատ տարածքում եւ նպատ լերան գլխից է նաև ճակատամարտը Ծիրավի ճակատամարտը երևել եւ այդտեղ վանք ենք հայտնաբերել, որը երբևէ ուսումնասիրված չէր եւ այս վարձքում զետեղված է եւ անշուշտ Արցախի վերաբերյալ նոր պատկերագիրք Արցախ վտանգված ժառանգություն երկրորդ ես այս պատկերագիրքը ներկայացրելիս միշտ ասում եմ երևի Երանի այդ դրդապատճառը չլիներ, որ այս պատկերագիրքը պատրաստեինք, որովհետև հիմնականում վտանգված հուշարձաններն են Արցախի այստեղ ներկայացվում, մեծ մասը, մի մասը նաև առաջին մասում էինք ներկայացրել, որպես վտանգված հուշարձաններ եւ արդեն առաջին հատվածից, առաջին մասի գրքից որոշ հուշարձաններ արդեն այս երկրորդ գրքի հրատարակման ժամանակ գոյություն չունեն եւ ավերված են։ Այսինքն սա էլ ինչ որ մի ձևով մի կրվան Արցախի հուշարձանները պաշտպանության համար։ Ես կարծում եմ մի քիչ շատ խոսեցի, հարցումներն են շատ հրաշալի հետաքրքիր է։ Մենք Արցախի վտանգված հուշարձաններից կխոսենք քիչ անց, եկեք խոսենք անվտանգ հուշարձաններից։ Մենք խոսեցինք Վրաստանի անվտանգ հուշարձաններից, եկեք խոսենք մեր հարևան երկրորդ պետության մասին, որտեղ այժմ կատարվում է բավականին բարդ իրադարձություններ, խոսքս գնում է Իրանի մասին,
մասին, արդյոք այնտեղ ուսումնասիրություններ իրականացվել են այնտեղի հայկական հուշարձանների հետ կապված եւ որոնք են դրանք։ Եվ միթե այս ընթացքում վտանգի մեջ են հայկական հուշարձանները Իրանում։ Իրականում այո, եթե պատերազմական գործողությունները սկսվեն, եթե երկրում դիրի այսինքն ոչ խաղաղ վիճակ, հնարավոր եւ պետական մարմինները անգործության մատնվեն, այո, հնարավոր է նաև Իրանում մենք խնդիրներ ունենանք։ Մենք Իրանում աշխատել ենք տարիներ, երկար տարիներ աշխատել ենք եւ բազմաթիվ շրջաններում եւ գաղթավայրերում, որտեղ Իրանը երկու մասի պետք է բաժանել, գաղթավայրային հատվածները, օրինակի համար Թեհրանը, Նոր Ճուղան, Չարմահալը, Փերյան, ավելի հարավային շրջանները, այն տարածքներում, որտեղ Շահ Աբբասը հայերին գաղթացրեց եւ բնակեցրեց, այնտեղի հուշարձանները 17-րդ դարից հետո եւ այդ հատվածները, որոնք ավելի Հայաստանին մոտ են, որոնք նաեւ պատմական Հայաստանի մեծ հայքի տարածքում են եղել եւ այդտեղ նաեւ մենք բազմաթիվ հուշարձաններ ունենք, ինչպիսի Սուբթադեի վանքը, Ծործորի վանքը եւ բազմաթիվ այլ հուշարձաններ։ Նախավկան, Ղարադաղի շրջանը ամբողջությամբ անցած տարի մենք նաև հրատարակեցինք մենք ունենք Հայաստանի պատմություն գրքաշար եւ սա 6-րդ հադորն է այդ գրքաշարի, սա Ղարադաղի մի քիչ առաջ ասեցի, ուրեմն հարցումը տեղին էր։ Ղարադաղի շրջանն է, որը Արաքսգետի աչափում է Մեղրիի դեմ դիմաց եւ նաեւ Արցախի դեմ դիմաց եւ այստեղ մինչեւ հայրենադարձությունը հոց բնակչություն է եղել հայերով մինչեւ 40-ական թվականները եւ նաեւ մինչեւ 80-ականներ էլ հայեր կային։ Այստեղ բազմաթիվ հուշարձաններ կան, այսօր էլ պահպանվում են եւ Իրանի պետությունը մինչեւ հիմա պահպանում էր այդ հուշարձանները, ֆինանսական օգնություն է տալիս այդ հուշարձանների վերականգնման եւ շուտով նաեւ այլ շրջանների մենք գրքեր նաեւ ունենանք, որովհետեւ աշխատանքը ավարտել ենք օրինակի համար Ուրմիա գավառում, աշխատանքը մասամբ կատարել ենք Խոյում, մենք ունենք նաև Սալմաստ հադորը, այս նույն շարքից Սալմաստը, որը նույնպես ամբողջությամբ ուսումնասիրել ենք, իսկ ինչպես ասեցի Նոր Ճուղայի եւ այդ շրջանները եւս ուսումնասիրված է, մյուս տարվա ծրագրի մեջ կա նաեւ Նոր Ճուղայի եկեղեցիները եկեղեցիների ճարտարապետությունը անունով մի գիրք։ Քանի որ Հայաստանի սահմաններից դուրս եք աշխատում, կարծում եմ բավականին բարդ է։ Ովքեր են օգնողները, արդյոք ստանում եք պետական աջակցություն, թե ոչ, եւ ում հետ եք համագործակցում, որպեսզի կարողանանք նոր հուշարձանները բացահայտել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Տեսեք, մենք միշտապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մենք աշխատել ենք Սիրիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, այսինքն որևէ միտեղ մենք խնդիր չենք ունեցել այդ աշխատանքներին եւ մեր օժանդակողները բազմաթիվ են եւ տեղի բնակիչներն են մեզ օժանդակում եւ եթե հայ համայնքներ կան անշուշտ եւ նաեւ միջազգային դոնորներ ունենք եւ նաև մեր պետության աջակցությունը մշտապես զգում ենք եւ նաև հայկական հիմնադրամներ են, այսինքն օրինակի համար այս գրքերից մի հատվածը նախահարադակչական աշխատությունների հովանավորներ են, օրինակ Գալուս Գյումրիյան հիմնադրամը, Հովնանյան հիմնադրամը, մեր Ամերիկայի մասնաճյուղը, այստեղ օրինակ Արցախի գիրքի հովանավորն է համազգային հայ գրթական մշակութային միությունը, դպագրության հովանավորներ կան, այս անգլերեն գրքերի դպագրության հովանավորը եւ նաեւ վարսկի դպագրության հովանավորը ԿԿՄՍ նախարարությունն է, այսինքն ընդհանուր է այդ ամեն ինչը։ Վերադառնանք Արցախի թեմային։ Ինչ պատկեր ունենք այսօր, ինչ տեղեկություններ ունենք հուշարձանների հետ կապված, արդյոք գիտենք, որոնք են պահպանվել, որոնք են ենթարկվել վանդալիզմի կամ ավերվել ու հողին հավասարեցվել։ Տեսեք, տեղեկությունները շատ քիչ են, մանավանդ այս վերջին շրջանում
եւ օգտատերերի միջոցով, որ մենք հավաքում էինք նյութերը, տարբեր օգտատերեր, ադրբեջանցի օգտատերեր, երբ որ ավերում էին, նաեւ կայքեչերում իրենց ուրախությամբ ներկայացնում էին, այսօր ավելի քիչ է, չեմ կարող ասել, որ այլևս չեն անում այդ գործը, որովհետեւ փաստարկներ չունենք եւ փորձը ցույց է տալիս, որ նրանք չեն առնում եւ հետեւաբար այնպես է մտածում, որ անում են, բայց ծածուկ, բայց մենք ունենք արբանյակային լուսանկարներով ստուգելու հնարավորություն եւ այդ լուսանկարների ստուգելու հնարավորությունով այս պահին մենք տեսնում ենք, որ այդպիսի հիմնահատակ ոչնչացման դեպքերը, այսինքն բուլդոզերներով ավերելու դեպքերը, որտեղ այդ արբանյակներով միայն դա է հնարավոր ճշտել, ավելի քիչ են։ Եվ այո, եթե օրինակի համար որոշ տաբանաքարեր վերացրել են կամ եկեղեցիների վրայից խաչքարեր տեղահանել են, արձանագրությունները քելեր, դա արբանյակներով հնարավոր չէ տեսնել։ Բայց այդ հիմնահատակ ավերումները քիչ են։ Բայց վերջերս օրինակի համար մի հետաքրքիր փաստ կար, մահմեդական մզգիթ էին ավիրել։ Այսինքն մի մզգիթ, որը Արցախի հանրապետության ժամանակաշրջանում ինքը գոյություն է ունեցել եւ պահպանվել է Քաշաթաղի շրջանում, Այգեկ գյուղի մոտ, Յուսուֆլի էր գոչվում նախապես թուրքական, այդ մզգիթը 24 թվականի վերջի արբանյակային նկարներով երևում է, որ մայր ուղի կառուցելու ժամանակ այդ մզգիթը հիմնահատակ ավիրել են։ Այսինքն սա էլ կա, այս պայսներ կա, անշուշտ չենք կարող ասել Ադրբեջանը հետագայում ինչ է օգտագործելու այդ գործողությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ բազմաթիվ նույնիսկ ծիծաղալի կեղծիքներ է ներկայացնում Ադրբեջանը եւ հնարավոր է նաեւ այդ մզգիթի ավերումը հետագայում մի քանի տարի հետո հայտնվի ինչ-որ միտեղ, թե հայերը այս մզգիթը ավերել են։ Դա է հնարավոր է։ Բայց անշուշտ մենք փաստը արձանագրեցինք եւ արդեն այդ հնարավորությունը այդ կեղծիքը շրջանառության մեջ դնելու ավելի քիչ է։ Իսկ մենք այսօր գույքագրման հետ կապված ինչ նորություններ ունենք այդ հուշարձանների հետ կապված։ Արցախի։ Տեսեք, այս իրականում գույքագրումը հիմնականում կատարվել է մինչև այդ պատերազմը եւ դրա մեծ մասը, գործի մեծ մասը նաեւ իրականացրել է հենց Արցախի պետական մարմինները։ Անշուշտ նաև մեր կազմակերպությունը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մեր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի 78 թվականից սկսած այդ տարածքներում աշխատանքներ է տարել եւ հուշարձանները վավերագրել, լուսանկարել, չափել եւ օրինակ մենք ունենք ավելի քան 30,000 լուսանկարների եւ հազարավոր ճարտարապետական հուշարձանների չափակություններ, որոնք նաև մյուս տարիներին սկսելու ենք արդեն գիտական աշխատություններով ներկայացնել եւ այդ ընթացքում նաեւ այդ գույքագրումը ավելի մանրամասն կդառնա։ Օրինակ մենք ունենք մռավականք անունով նորից այս շարքից մի հատոր, որտեղ ներկայացված է Շահումյանի շրջանը Արցախի եւ Խարվաճարի շրջաններ ներկայացված տարիներ առաջ են հրատարակել այդ աշխատությունը 18 թվին եւ այնտեղ նրա վերջում ցանկեր կան հուշարձանների, արգա հուշարձանների, որոնք արդեն այդ ժամանակ կամ գոյություն ունեին, կիսավեր էին կամ գանգուն էին եւ այլն։ Այսպիսի աշխատություններով կամաց-կամաց այդ հուշարձանները, որովհետեւ այս պահին դաշտային ուսումնասիրություն անելու հնարավորություն այլևս չկա, արգան նյութերի իմի բերելով եւ գրականություններով, նախկին գրականություններով եւ այժմյան մեր ձեռքի տակ գտնվող նյութերով պիտի կազմենք այդ ցանկերը։ Նայեք, մենք գիտենք, որ հուշարձանների պահպանմամբ եւ վերահսկմամբ կա միջազգային մարմին, որը կոչվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Այժմ Արցախի հուշարձանների շուրջ ինչ-որ գործողություններ կամ իրականացվում են, թե ոչ։ Այս ճիշտ ասած մենք ավելի այդ գիտական հենքն ենք պատրաստում այդպիսի այսինքն միջազգային եւ հայկական կազմակերպությունները, եթե դիմում են այդպիսի կազմակերպությունների միջազգային։ Եվ մշտապես մենք մատակարար ենք եղել։
բազմաթիվ հայտեր ներկայացվել է եւ նաեւ միջազգային դատարաններ, դուք գիտեք այդ ամեն ինչը, բայց վերջում Ադրբեջանը այդ Ադրբեջանը չի թողնում ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք խումբ եւ նույնիսկ կանգ չի առնում իր վրա պարտականություններ տրված այդ հուշարձանների չավիրելու կանգ չի առնում։ Հետևաբար սա միջազգային մի խնդիր է։ Մենք այսօր տեսնում ենք նաև ոչ թե միայն հուշարձանների հետ կապված միջազգային օրենքները խախտվում են, այլ քաղաքական տարբեր անցուդարձեր կան այսօր եւ այդ բոլոր տեսակի միջազգային նորմերը խախտվում են։ Սա դժբախտություն է իրականության մեջ, այսինքն դժբախտություն է հատկապես այն մարդկանց, որոնք համամարտկային արժեքների կրողն են, համամարտկային ցանկանում են համամարտկային արժեքները լինի տիրող այս համագարկում։ Եվ սա իրականում ցավալի է։ Իսկ վերջերս այո, նաև ավելի քիչ ենք կամ ստանում այդպիսի առաջարկներ կամ հայտներ, մեզանից ավելի քիչ են պահանջում, օրինակ փաստաթղթեր կամ փաստեր կամ գրքեր, որպեսզի ներկայացնեն միջազգային տարբեր ադյաններ, որովհետև կարծում եմ, որ միտեղ հասել է, որ բոլոր իրավունքները տրված է եւ նույնիսկ դատարանն է որոշում կայացրել, որ պետք է այս հուշարձանները պահպանվեն, այլևս դրանից անտին ինչ պետք է լինի, բարձ չէ, որովհետև գողին, երբ որ ասում կամ ավիրողին, երբ որ ասում ես մի ավիրի, եւ ինքը շարունակում է ավիրել, կամ գողին, երբ որ ասում ես մի գողանալ, հաջորդ քայլը ինչ պետք է լինի, չէ, նրա ձեռքը բռնելը, բայց այդ ձեռքը բռնելու մեխանիզմները այս պահին մենք գործի դնել չենք տեսնում։ Շնորհակալություն բավականին հետաքրքիր զրույցի համար։ Մենք անցնենք առաջ եւ այս պահին կարծում եմ կարող ենք լսել երաժշտություն ու հետո վերադառնանք։